Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Քրիստինե Վարդանյան։ Եթե սենց ազնիվ զրույց է, եկեք ազնիվ լինենք ու ասենք, որ ընդհանրապես խնդիրը այն է, որ ամենայն հայոց վեհապարի առաջնորդությամբ եկեղեցին ամենաբարձր վստահելիություն ունեցող կառույցն է հայ իրականության մեջ։ Հիմա ժողովուրդ, այս հարց ու պատասխաններին իմ մոտ տպավորությունն է, որ աղանդի բանի եմ, հավաքի եմ։ Ձեր այդ կանոնադրությունը, որ հրապարակել եք, գաղտնի կետ կա, որ պիտի օրը 4 անգամ Փաշինյանին ծափ տաք։ Կամ նկարը պիտի կախեք բանում, պիտի կախեք ձեր աշխատասենյակներում։ Այդ որ Եվրոպա եք գնում, այդ եվրոպական որ Դալիճում լռություն։ Ինձ սապտալ պետք չի, բայց խանգարել եմ։ Դալիճում լռություն, մարդը կարող է ուզում է միանա մեր կուսակցությանը, հետաքրքրվում է, լռություն, չգիտի որ չենք ընդունելու, բայց մի խանգարեք, թողեք խոսի։ Վերականգնեք, մի րոպե լռեք էլի։ Վերականգնեք Քրիստինե Վարդանյանի ժամանակը, խնդրեմ Տիկին Վարդանյան, շարունակեք։ Ձեր կանոնակարգում տենց կետ կա, քանի անգամ պիտի օրը ծափ տա, կամ այդ որ նկարները բան եք անում, կախել եք ձեր սենյակներում, այդ պարտադիր պայման, հա? Եվրոպա եք հայտարարում, որ գնում եք, այդ որտեղ եք տենց բան տեսել։ Ես լուրջ եմ ասում, կարող է իրոք ձեզ ֆյուրերով պիտի դիմենք, մի հատ հստակացրեք, էլի։ Հիմա իմ գործընկերները Երևանից Հայաստանի հասարակության մի հատվածը քննարկում է, լավ, վերջը Փաշինյանը այս հայտարարները, որ մի մասը հրապարակեց փաթեթների հույսը ի՞նչն է։ Ես ուզում եմ անդրադառնալ հենց այս կետին։ Ժողովուրդ ջան, կարծում եմ Փաշինյանի հույսը ու միակ հույսը այն է, որ դուք չեք կարդալու այդ փաստաթղթերը։ Առանց այդ էլ հատվածական են, բայց անգամ դա չեք կարդալու, որովհետև ես հասկանում եմ դուք ինչքան եք հոգնել այս բանավեճից, այս ցեղ շպրտոցից։ Դրա համար առաջարկում եմ ոչ ինձ վստահել, ոչ Փաշինյանին, այլ պարզ մի հատ հարցի պատասխանել։ Հիմա այդ հարցը ձեզ եմ ուղղում։ Ի վերջո ձեր նարատիվը այն է, որ Արցախը վաղուց հանձնված էր ու մենք տեղ ոչինչ անել չենք կարող։ Ու ձեր միակ հույսը այն է, որ այս դիվանագիտական տերմինաբանության մեջ մեր ժողովուրդը կկորցնի ճշմարտության թելը։ Ես դες պարզ հարց ունեմ ու առաջարկում եմ մեր հանրության ամեն ներկայացուցիչ այդ հարցը իրան տա։ Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևը ինչի՞ չէր վերցնում։ Ոնց ա եղել պայման, ասել է միջև Փաշինյանը չգա, ես չեմ վերցնելու, պիտի անպայման Փաշինյանի ձեռքից վերցնեմ։ Երկրորդը, այդ ով ա ձեզ հուշել այդ բանը, փաստարկը, որ գնայք լուծեիք բա եթե ինչ-որ նորմալ բանակցային տարբերակ կա։ Այսինքն, եթե կոնֆլիկտը չի լուծվել այս ընթացքում, ուրեմն կոնֆլիկտը պիտի լուծել, նենց ոնց որ Ադրբեջանն է պատկերացնում։ Ես դե շնորհավորում եմ, այո, դուք լուծել եք կոնֆլիկտը, լուծել եք նենց, ոնց որ Ադրբեջանն է պատկերացնում։ Ես դες խնդրում եմ ուրիշ կոնֆլիկտների լուծումով մի զբաղվեք, վախենում եմ պատկերացնել հայ-թուրքական կնճիռը ոնց եք լուծում։ Ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը դրա վրա հիմնվել, այսինքն հրավիրել։ Բանը ձեր միակ առաջարկը, այսինքն մենակ լուծենք բրծնենք, կապ չունի վերջն արդյունքը։ Լուծենք բրծնենք, կապ չունի ինչ արդյունք ունի։ Շնորհակալություն։ Հարց, ես էլ Չէ, հարց չկա, բայց ես մի հատ տենց հռետորական հարց ունեմ։ Ձեզ թվում է այդ որ ասում եք եկեղեցականների մասին, կամ նույնիսկ ձեր ընդդիմադիր գործընկերների, ես պաշտոնապես ասում եմ 80%-ը 2018 թվականից այս կողմ եւ մինչեւ նույնիսկ այս վերջերս պատրաստ է եղել ու պատրաստ է մեծ սիրով, ասեմ ձեր ընդդիմադիր գործընկերների 80%-ը իշխանության հետ ընկերություն անի։ Շնորհակալություն, նիստը ավարտված է։